Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մի այլ հայտարարությամբ է աչքի ընկել, նա ասել է, որ եթե հունիսի 8-ին արթնանանք, ավելի շուտ հունիսի 8-ին կարթնանանք մի Հայաստանում, որտեղ քաղաքականության մեջ այլևս չեն լինի նախկին նախագահները և օլիգարխները։ Հասկանում եք այս հայտարարության իմաստը, ինչպես եկեղեցու հետ կապված հայտարարությունների պարագայում հիմա նույնպես Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությունը արել է առանց որևէ փաստական հենքի, առանց որևէ ինչ-որ արժանահավատ սոցիոլոգիական հարցման վկայակոչման, առանց հանրային տրամադրությունների կառուցվածքը կամ դինամիկան նկարագրող որևէ փորձագիտական եզրահանգման։ Սա կամայական ցանկություն է, այսինքն ընդհակառակը բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի նշած հասարակական կամ սոցիալական խմբերը հունիսի 8-ից հետո շատ ակտիվ դերակատար են լինելու Հայաստանի քաղաքական կյանքում, նույնիսկ կարող են նոր իշխանություն ձևավորել։ Այստեղ խնդիրը այն չի, որ ես նախկին որևէ իշխանության կամ որևէ օլիգարխի շահերի պաշտպանության դիրքերից եմ հանդես գալիս, բացարձակապես։ Իմ խնդիրը որևէ նախկին իշխանության քաղաքական շահ կամ որևէ օլիգարխի քաղաքական շահ պաշտպանելը չի։ Իմ խնդիրը ազատ մրցակցության գաղափարի պաշտպանությունն է, ընտրությունների ազատ մրցակցության բաղադրիչի պաշտպանությունն է։ Գործադիր իշխանության ղեկավարը առանց փաստական հենքի չի կարող ասել, որ հունիսի 8-ից Հայաստանի քաղաքական դաշտում չեն լինելու այս կամ այն սեգմենտները, տվյալ դեպքում նախկին նախագահներն ու օլիգարխները։ Եթե իմպերատիվ տոնով Փաշինյանը, փաստացի վարչապետը երկրի նման հայտարարություն է անում, համարեք սա վարչական ռեպրեսիվ պատվեր պետական բոլոր մարմիններին, քննչական մարմիններին, ընտրական մարմիններին, այսինքն նա փորձում է ընտրությունների հաճելի պատկեր ստանալու ուղղությամբ հրահանգներ իջեցնել պետական մարմիններին և բնականաբար հետամուտ է լինելու այդ հրահանգների կատարմանը։